Նուբարաշենի աղբավայրում մի քանի օր տևած հրդեհները մարել են, սակայն Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 100-ին եւ գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ, ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով։ Այս մասին հայտարարում է Երևանի քաղաքապետարանը, միակ լուծում առաջարկելով մարդկանց դրսում չլինելը, սակայն այն բացասական հետևանքների մասին, որը կազդի մարդկանց առողջության վրա, քաղաքապետարանը լռում է։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց առողջության իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում բավականին վատթար վիճակում են գտնվում միջավայրային գործոնները, որոնք ունեն ուղղակի եւ նաեւ անուղղակի ազդեցություն մարդու հանրության առողջության վրա։ Դրանցից մեկը, որի մասին հիմա հարցնում եք դուք, դա շնչվող օդի բաղադրությունն է, միջազգային ատյաններով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իր ցուցանիշներում ստանդարտների համեմատականով Հայաստանի Հանրապետություն ընդհանուր առմամբ առավել եւս Երևան քաղաքում ունենք խնդիր օդի աղտոտվածության, նորմալից մինչև 4 անգամ աղտոտված է, սակայն այս պահին մենք առավել վատ վիճակում ենք գտնվում, հրդեհվում է Նուբարաշենի աղբավայրը, բաց աղբավայր, այս նանոտեխնոլոգիաների, այսպես ասած, տեղական տեխնոլոգիաներից խոսացող, բարձր բաներից խոսացող այսօր կառավարության քթի տակ, բառի զգույն իմաստով, այսպես ասած, տեղատարածքային առումով, հա, նաև, որ նայում ենք, վայրվում է բաց աղբավայր։ Ոչ թե զարգացած, կիսազարգացած է, այսպես զարգացող երկրում նման իրավիճակ մայրաքաղաքին կից չեք գտնի, ինչպիսին մեր մոտ է։ Ինչու, որտեղ այսօր կամ հստակ լավ լուրջ տեխնոլոգիաներ, աղբը վերածելու կենցաղում կարևորվող կամ օգտագործվող տարբեր ինչ-որ, ասենք, նյութերի, չգիտեմ, եւ այլն։ Իսկ առաջի փուլը նաև վնասազերծ է։ Հիմա ինչ է ստացվել, աղբավայրը վարվում է, այս ծանր դիսպերս տարբեր երկաթների, տարբեր վնասակար գազերի, տարբեր, այսպես ասած, մասնիկների քանակը բարձրանում է։ Մենք չենք կարող ասել կոնկրետ ինչ, դա պետք է անալիզարվի, որտեղ դա կախված է ինչ է վառ, այսինքն այրվող նյութի պարունակություն եւ ինչ ազդեցություն ունի առաջին հերթին շնչական համակարգի վրա ունի բացասական ազդեցություն, չմոռանանք, որ մենք COVID ենք տարել 2020-21, հա, մինչև 22 թվականները, ըստ միջազգային այսպես ասած ուսումնասիրությունների արդյունքի միջին թվով մոտավորապես 10% COVID-ի հետ թոքի հետ կապված խնդիրների COVID-19 ժամանակ ունեցած մարդիկ մնում է մնացորդային երևույթներ է մնացել սկլերոզների, թոքերի, բրոնխների, թոքերի հյուսվածքի սկլերոզի եւ բրոնխների նեղացման, սկլերոտիկ նեղացման հետ կապված։ Սա շատ լուրջ հիվանդություն է, բավականին վտանգավոր, այսպես ասած, բանով, տեսլականով եւ հենց հատկապես այս մարդկանց վրա է ազդեցություն թողնելու, այսինքն քրոնիկ թոքային հիվանդներ, հետ կովիդյան շրջանում բարդություններ կրած եւ այդ բարդությունները դեռևս քրոնիկ ձևով շարունակվող, թոքի օբստրուկցիոն, սկլերոտիկ փոփոխություններով տարբեր ախտաբանությունների վրա սրացնելու է process-ը, խորացնելու է, ընդհանուր այն կարող է բերել չկառավարվող վիճակների։ Այս մեկ, առաջինը շնչական համակարգ, երկրորդը երեխաների համար, զարգացող օրգանների համար, նա բոլոր օրգան համակարգի վրա ազդեցություն է թողնում, ոչ միայն թոքի, այլ ստամոքսաղիքային տրակտից սկսած, ես զարմանալի բան չեմ ասում, այդպես է, որտեղ շնչած օդը արյան միջոցով ամբողջ շրջանառում է ամբողջ, այսպես ասած, օրգանիզմում, երիկամային համակարգ, լյարդի հետ կապված խնդիրներ, սրտի հետ կապված խնդիրներ, այսինքն մնացած բոլոր օրգան համակարգերի վրա նա տվյալ վիճակը ունի, այսպես ասած,
երկրորդային ազդեցության որպես վնասակար ազդեցության գործոն, գուցե ուղիղ ինքը ախտահանում չի առաջացնի, սակայն ինքը կնպաստի եղած հիվանդությունների եւ պաթոլոգիական վիճակների առնվազն այսպես ասած սրացման, ինչպես նաև պայմաններ կստեղծի օրգանիզմում նոր հիվանդությունների ձևավորման։